Ինչու է ոստիկանական զորքը հսկում հովանավանքը, երբ վարչապետ Փաշինյանը մասնակցում է կարգալույց քահանայի պատարագին, ինչից են վախենում, ինչ են կանխում։ Ես բնականաբար կարծում եմ, որ դուք չեք հավակնում իմանալու օպերատիվ տնտեսությունը ոստիկանության։ Ըստ ներքին գործերի նախարարի մասնակիցների քանակը հաշվի առնելով են որոշում, որ Փաշինյանի այցը մեծ թվով ոստիկաններ հսկեն, փորձեց պարզաբանել Արփինե Սարգսյանը պատարագը համեմատելով սպորտային միջոցառումների հետ։ Ըստ նախարարի առաջնորդվել են զուտ տեխնիկական հաշվարկով, թե ինչ են կանխում ու ինչից են զգուշանում, փակագծեր չբացեց։ Ըստ իրավիճակի ոստիկանությունը գնահատում է առկա իրավիճակը, ընդ որում անձանց թվակազմից կախված է նաև որոշարկվում, թե որքան ոստիկանական ուժեր են անհրաժեշտ տեղում, որպեսզի կարողանա իրավիճակը լինել ոստիկանության տեսադաշտում եւ կառավարության շրջանակներում։ Մենք ունեցել ենք ընդհուպ մարզական միջոցառումներ, սպորտային միջոցառումներ։ Մայրաթորի դեմ Փաշինյանի արշավին միացած կարգալույց քահանայի տունն են հսկում ոստիկանները։ Սա ինչով է պայմանավորված։ Արփինե Սարգսյանն ասաց, քննչական մարմնի որոշումն են կատարում։ Երբ հերթը հասնում է իշխանության ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը, ակնհայտ է, որ դուք բոլոր միջոցառումները ձեռնարկում եք։ Նույնիսկ կարգալույց քահանայի դեպքում այս պահին ոստիկանական ուժեր կան, եկեղեցու կողք, որ նրա անվտանգությունն ապահովեն։ Ես հասկանում եմ հասարակական կարգի պաշտպանություն, բայց ուզում եմ հասկանամ, օրինակ Արաբկիրի փոխոստիկանապետ Բաղյանը ինչ էր կորցրել Արագածոտի մարզի հովանավանքում։ Բաղյանը այստեղ քարորյաներին հերթապահում է, հասկանում եմ Արաբկիրի տարածաշրջանը, հովանավանքում ինչ էր անում։ Ղազարյանը ինչ էր անում, այդ խեղճ տղեն ինչ էր անում, տարեք կանգնացրել եք ու հարյուրներով։ Մինչև լրագրողները Արփինե Սարգսյանը պատգամավորների հարցերին էր պատասխանում։ Օհանավանի հասարակական կարգի պահպանման համար ինչու են տարբեր մարզերից ոստիկաններ բերում, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր հարցնում։ Հովանավանքի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է եւ շարունակելու է հասարակական կարգ անվտանգություն ապահովել, եթե դրա կարիքը լինի։ Մենք բազմաթիվ կրոնական միջոցառումներ ենք ունենում տարբեր եկեղեցիներում, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովում։ Նույն օրը Մայրաթոռում ոստիկանությունը կրկին հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովել։ Մենք ունեցել ենք կրոնական տարբեր տոնական միջոցառումներ, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ եւ անվտանգություն է ապահովել։ Եթե իրավապահները ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ օրենքով են առաջնորդվում, ինչու նույնքան աչալուրջ չեն Փաշինյանի թիրախում հայտնված հոգևորականներին Մայրաթոռին առնչվող հարցերում, օրինակ ինչ են արել, որ հովանավանքից հեռացնեն կարգալույց քահանային։ Նախարարն այս մասին ոչինչ չասաց։ Մայրաթոռը օրեր առաջ էր դիմել ոստիկանություն, որ կարգալույց քահանային Տեր Արամին հեռացնեն եկեղեցուց, քանի որ նա ըստ Էջմիածնի իրավունք չունի հոգևոր ծառայություն մատուցել ու սրբապղծությամբ է զբաղված։ Ստեփան Ասատրյանը, որ Փաշինյանի հետևորդն է իրեն համարում, դեռ եկեղեցում է ու հեռանալու միտք չունի, ու երկրորդ կիրակին է վարչապետին ու նրա թիմակիցներին է հյուրընկալում։